վտանգավոր փուլ է, ու այս փուլում հատկապես ազգային հարցերը ատամներով պահելու պահանջ կա։ Դպրոցում, բուհում տարիներ շարունակ սովորել ենք, կարդացել ենք, թե ինչքան դժվար է հայապահպանությունը Սփյուռքում, ազգայինը, մշակույթը, պատմությունը, հիշողությունը պահելը։ Այսօր Սփյուռքի տարբեր գաղթօջախներում ավելի լավ վիճակ է, քան Հայաստանում։ Մեկ շաբաթից Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է։ Կառավարությունը մինչ 2020 թվականը ամեն տարի միջոցառումներ էր կազմակերպում, իսկ կլոր տարեթվերին կոնկրետ արարողություններ անում։ Սրանց օրոք մի դեպք եմ հիշում 2020 թվականին, երբ միջոցառում են արել, այն էլ ողջ քաղաքացիների անուններն էին գրել հուշակոթողի պատերին։ 110-ամյակին ինչ միջոցառումներ եք կազմակերպել, որևէ տեղեկություն չկա, ըստ երևույթին որևէ բան չի լինելու։ Ով կազմակերպի։ Սրանք, որ 2 օր առաջ գնացել էին թուրքական Անտալիա դիվանագիտական կերուխումի։ Ցեղասպանության տարելիցին մեկ միջոցառում կա, որին իշխանությունն էլ ոչ միայն մասնակից չէ, այլև վստահ են վաղը դատապարտելու են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները վառելը, որովհետև ըստ երևույթին Նիկոլի համար դա նույնն է, որ ՔՊ-ի դրոշը վառեն։ Միակ միջոցառումը ըստ էության լինելու է ջահերով երթը, որը համահայկական բնույթ է կրում։ Այս սա չեն կարող կասեցնել, դադարեցնել, դրա համար էլ լինելու է, կամ ով գիտի, կարող է մի օր էլ սա էլ արգելեն։